Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Բանդի մասին խոսեցանք, մտածեցի, որ Կանադան մեծ բանդի կնմանի, ցմերը մեզի քերի կբռնե եւ գուկա քարունը դեռ չի հասնի։ Բայց ինչպես ժողովրդական արածը գսե, մոդ է քարունը։ 3 օրեն քարուն է, ըստ թվականի։ Բայց քարունեն եւ ծմերեն զատ սիրելիներ մարդուս հոգին երբ որ բաղած կլա քերության մեջ կլա փանթենալ ավելի քեշ վիճակի մեջ կլա խոսվեցավ փանթերու տեսակներու մասին որը մեղքի փանթ է որտեղ մարդուս ազատությունը աստուծո պատկերով ստեղծվածը լալը կգաշկանթե մեղքը ինչ կնե կբռնե մեզի Ադորամար մեղա աստուծոին ինչ կսենք, թող մեր մեղքերը, կամ մանասե թագավորին, թող մեր մեղքերը կսենք, որովհետև մեղքը իշխանություն ունի մեր ազատ հոգին, որ գուզե միջ թրիլ, զվարջանան, ներքին ուրախության ունենալ, փամը գբռնե։ Եվ մեղքը գտեսնենք, որ մեզի նաև մեր մեջը գխառնե ամեն ինչ և աստուծո հետ գխառնե ամեն ինչ։ Հիմա հուսահատության փանդը աս փանդերեն ամենեն քեշ փանդն է իրականի մեջ, որովհետև մարդս երբ որ հույս չի ունենար, ամեն բանի մեջ սև գետ կտեսնի եւ փամը չուսերանել։ Նորեն Կանադան քիչմը օդը հոս ինչ կնե մեզի, մանավանդ կարճ օրերուն։ Մեր ուղեղի վրա գաստե է եւ երբ որ լույս չի գա, արև չի գա, սիրտդ կներվի։ Նույնը հոգի արևի բացակայությունն է, երբ որ չենք ունենալ այդ արևը Քրիստոս, երբ որ մեր մտքերը միայն քեշ լուրերով կսնուցանենք, միայն երևակայեցեք մենք ամեն օր ինչ լուր կառնենք, այսօր երբ որ կփանանք հերադեսիլը կամ որևէ միդիան, շատ ադեն փարի լուրեր չեն, այսօր ինչ լուր կառնես, կամ ամեն տեղ պատերազմ է, տեղը փոթորիկ եղավ, տեղը ջուրը եկավ տարավ, որովհետև ընդհանրապես այս media industry մեջ քեշ լուրն է որ գծախվի եւ մարդիկ սա գսեն որ աշխարհը ինչ քեշ տեղ է։ Հիմա երբ որ աս հոգեբանությամբ մենք մեզի գսնուցանենք, ինչ կլա մեր հոգին կսկսի վախնալ եւ ասենք ձերքերը կբռնե, կսե որ հիմա դունես ելնեմ, փամը պիտի նա վերաս, հա Չնայած ադիգա ճշմարտություն չէ, բայց քանի որ միտքը ադոր վարժված է, միտքը քերի ինգած է։ Եվ որպեսի մենք կարենանք մեր միտքերը վտանգի կամ անապահովության փանդերեն ազատենք սիրելիներ, Աստծո խոսքը մեր մտքի բանալին պիտի նա։ Ադորամար աղոթքը եւ Աստծո խոսքը ցերկ-ցերի պիտի լա։ Պիտի աղոթենք Աստծո խոսքը գարթալեն առաջ Եվ պիտի կարդանք Աստծո խոսքը աղոթքով, այսինքն այդ ընթերցանությունը աղոթքը դառնա։ Եվ անցնող կիրագին, որ մեզի սա որ թադավորի կիրագին է, պետք է մտածես հարադև աղոթքի մասին, մեզի ներկայացուց, որ թադավորը, որ ինքը կորոշե ով փանդ երթա, չէ, ինքը իրականի մեջ փանդի մեջ էր, ինչ ձևով, որովհետև Աստուծո մեջ էր վախնա եւ մարդոս մեջ էր ամճնա։ Ինքը իր միտքը իրեն թակավոր կարծած էր, բայց ад իր ամենաիշխանությունը առանց Աստուծո իրեն քերի դարձուցեր էր իր իշխանութենը։ Ինչպես երբ որ մարդը շատ իշխանություն ունենա, ինչ կլա, արդեն փամը պիտի ադորով, բայց երբ որ սիրտը ճիշտ տեղը չէ, կսկսի ավրելու։ Ինչպես մարդը գսե, որ շատ դրամ ունենամ երջանիկ կլամ, դրամը գշատնա, կյանքի գաբանքները ավելի գշատնան իր վրա, այն ադեն գսե, երանի չէր մեր քաղաքի մեջ, կդորմը հաց կառնեինք, ամենք կսկաբրեինք, մեկ հատ խանութ ունեինք եղածը, ոչ մեկ տեղ գերթային, թուր կկոցեինք, ծով գերթայինք օրինակ, չէ, բայց կտեսնենք, որ ինչ որ առանց Աստուծո օրհնության է, մեծ անեծ կլա։ Եվ որպեսի մարդս հուսահատության փանդի մեջ չմնա, ավետարանը մեզի գուդա այրի գնոջ
համար և անցանցրույթ աղոթքի օրինակը, որովհետև թադավորը մեր միտքն է, կսեն եկեղեցվո հայրերը, մեր միտքը, երբ որ կսե ես եմ ամենակարևորը, և ինչ է մեր միտքը, անամոթ է, չէ մեր միտքը, հիմա դու ուզածդ մտածել, ես չեմ տեսներ, ուզածդ կրնաս մտածել, չէ, և չեմ ալ գիտեր Աստուծո մեկը վախնաս կամ ոչ, ուրեմն թադավորը մեր միտքն է, որ ոչ մարդոց մեկ ամճնա, ես կրնամ մտքիս մեջ բան մսել իրեն, և լուր չունենա, բայց ժպտամ իրեն, և ոչ ալ ծծնեմ, որ ես Աստուծո մեկը վախնամ կամ ոչ, բայց այրի գինը մեր խիղճն է, որ ցայն մնե մեր սրտի մեջ, որ մեզի գսե, որ թադավորեն զատ սիրտ գոյություն ունի, ինչպես տունը ունի հայր և մայր, հայրը ընդհանրապես ինչ կնե, հաշիվ գնե, ասի գրնան կնել, երբ որ գուկատ հարցում, ուրեմն հաշիվի վերաբերյալ է, կհարցնեն, բայց երբեմն հայրը կչղայնանա, կխստանա և այլն, մայրը գուկա գսե, որ անակ չես կրնար վարգի, չէ, սրդի մոդեցում գուտա, մայրական քնքշանք գուտա, սեր գուտա, ուրեմն նույնը մարդկային արարածն է, եթե չենք ուզեր մեր միտքը տանի մեզի հանդարգության, հուսահատության, ուրեմն մեր խիղճին պետք է մտի գնենք և մեր խիղճն ու միտքը գրթենք Աստուծո խոսքով և աղոթքով։ Երբեմն կմտածենք մենք արդեն հավատացյալ ենք, մենք արդեն եկեղեցի գերտանք, անե չենք փախցներ արևակալները, անցյալ շաբաթ ինչու չերինք արևակալ, չէ։ Բայց Աստված աստեսակ աղոթքը միայն չի փնտրեր, այրի գնոջ զենքը սիրելիներ, չուսադիլներ և հարադև երթալներ թեպի թադավորին։ Ասի եսել է, որ մենք երբ որ մեր օրը գսկսինք, մենք անդադար Աստուծո մտերմություն կուզենք ունենալ։ Հիմա երբեմն մենք Աստուծո մեր բամը կխնդրենք, Աստված կսենք չի դար մեր խնդրածը, երբեմն կգարցենք մտիկ չներ, բայց Աստված ուշ մեր փափագը կատարելով, ինչ կնե, մեր սիրտը նոր ձև գուտա մեր սիրտին, որ գսե ես քու ուզածդ կրնամ վարգյանին տալ, բայց ես կուզեմ, որ դու վարժվիս հետս խոսել, որովհետև ինչպես որ մենք բանիմը վարժվելու համար հարադև պիտի կրգնենք, ինչպես պզդիգը, երբ որ գխոսի, սկիզբը մայր չի գրնարսել, մա գսել, գկիրնանք, որ մամային գվերապերի, չեն կսել մեկեն իրեն, որ եթե մայրիկ պիտի չսես, մայլ մի եսել, կխոսին, կքաչալերենք, որպեսի իր լեզուն բացվի, նույն ձևով Աստված, կսե, որ դուն հարադև ինձի եկուր, որովհետև թերևս քու ուզածը դատ պզդիկ բանն է, բայց ես քու սիրտդ կվարժեցնեմ, որ դուն այս հարաբերությանը, այսինքն թեպի ինձի գալու, ինձ մե խնդրելու և իմ զավակը սլալու վարժվես։ Եվ իրականի մեջ, երբ որ մեր աղոթքը գտարնա մտերմության նշան սիրելիներ, մենք Աստուծո գով գերտանք, այլևս բամը չենք ուզեր։ Հիմա մտածեցեք ձեր զավակներու մասին, կամ ձեր ծնողներու մասին։ Հիմա ասենք ծնողներ կան գսեն գիրագի մեզի ճաշի եկեք իրենց զավակներուն, չէ։ Հիմա եթե ձեր զավակը միայն գիրագի կա և միայն ճաշին համար կա, ինչ կսեք, բաբային ելեր է, իմ դղաս ասանք չլնար, չէ, բայց եթե կա միայն այդ ուդելիքի համար և ոչ թե այդ ընդանեկան չեր մտնոլորդին, սեր տալուն, եթե քեզ երկու շաբթի չբանասեմ այրիկ ինչպես ես, երեք շաբթի կործեն հետո չսե օրս լավ չեր, թուք ինչ երիք, չորեք շաբթի չսե չէ, կսկաս, որ մտերմություն չի գա, բայց երբ որ այդ ամեն ինչը գնե, նպատակը ոչ թե բամը խոսիլն է այլևս բամը ուզելը, այլ սրտերու լուր հարաբերությունը։ Ադոր համար Տերը գսե ինձի երբ որ կանչեք մտիկ պիտի նեմ ձեզի։ Ադոր համար Տերը գսե, որ երբեմն իմ ներկայությանս պիտի կաք, ի խորոց սրդի խոսքն Աստուծո, լուր պիտի կենաք, ինչպես Մայր Թերեզան, կմտնե մադուրը և լուր գնստի մեկ ժամ, կուկան պզդիկ մայրաբետները գարցնեն, որ ինչ կաղոթես մայր, ոչ կլսենք, ողջուն քեզ Մարիամ գսես, ոչ հայրմեր գսես, գսե ես լուր կգենամ իր ներկայության, մտիկ կնեմ,
հա ուրեմն գսե քեզի քախնիկներ կբանա Աստված, ինչ կսե Աստված, գսե ինքն էլ բան մչսե, ինքն էլ մդիկ կնե, այսինքն հարաբերություն կա, որ աս մարդկային լեզուն չի գրնար արտահայտել, լրության մեջ կլա, և Սուրբ Անտոնը աղոր խոսք ունի, գսե որ մարդուս վերջին դադաստանը, Աստուծո առջև որ երթանք, խոսքերով պիտի չլա, ինչ կկարծեք, Աստված պիտի սե 2026-ի մեծ պահքի չորեքշաբթի արդու գաց տրիր սուրջիտ մեջ, անանք չաշխատիր Աստված, Աստված մեր սրդին գնա է, և երբ որ հոն երթաս, ինչ պիտ խոսիս արդարանալու համար, բամը չես կնար խոսիլ, որտև ինչ որ խոսեր ես ասմարնի մեջ, խոսեր ես, ինչ որ ըրեր ես, Աստված պիտի նայի, թե մեր սիրդը ուր եղած է, մենք իրեն հարադև դարձած ենք, իր օրհնությունը, իր աղոթքը, իր խոսքերը, մեր ամենօրյա կյանքի մաս կազմած է, ըստ այդմ պիտի լա դադաստանը, որտև մենք դադաստանը հիմա կշինենք սիրելիներ, ամեն օր մեր գործերով մենք կսենք ուր գուզենք երթալ, եթե Աստուծո հետ ենք, իր հետ այրի գնոջ պես հարադեր կերթանք դուրը զարդնելու, ըսեր է, որ մեր մեջը հավատքը կաճի, և որ չապ հավատքը զորավոր է, աչապ նաև աղոթքը զորավոր է։ Ադորամար Հիսուս արագի վերջը ինչ կսե, որ կարծես կապ չունի արագին հետ, բայց Հիսուս միշտ արագի վերջի դողով գամփոփե լման արագը սիրելիներ։ Կսե դադավորի արագին մասին, վերջը մդի գրավ թադը և դողը գավելցնե, մարդու որդին երբ որ երկրորդ անգամ կա երկրի վրա հավատ պիտի գտնե, ավոր հարցում է ասի, և Հիսուս հարցում գուդա, ով հարցում գարցնե, մեկը որ բադասխանը չի գիդեր, Հիսուս ամեն ինչի բադասխանը գիդեր, բայց կսե որ չապ զորավոր է ծեր հավատքը, աչապ զորավոր է ծեր աղոթքը, որ չապ հաջախ կաղոթեք, աչապ հաջախ ծեր հավատքը կզորանա։ Ուրեմն թող Աստված իր Սուրբ Հոգիով մեզի ազատե մեր ներքին փանտերեն, հատկապես հուսահատութենեն և վհատութենեն, և սեր տա մեզի, որպեսզի քալիք օրերը, պահոց օրերը խաղաղությամբ անցնենք, և երբ որ Սուրբ Հարությանը իր առջևը կենանք, կսենք, որ դեր ես պիտի հավատարիմ մնամ, և երբ որ քաս, քոնե իմ հավատքս գտնես երկրի վրա։ Որովորտնյալ է Քավիդյանս Խավիդենից, ամեն։